ձեռք են բերվել նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, որը նախապես ձեռք բերված է Կարգասպիտյանի։ Շնորհակալություն հարցի համար։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այցը բավական դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել է, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր Արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր Արևելին, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորին։ Էրդողանը նաև այսպես օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների այստեղ գալու ապրելու հարցը եւ քանի որ չի համապատասխան իրականություն։ Չի համապատասխան իրականություն։ Իսկ կարող եք ճակատները որոշակի բացել ասեք մասնավորապես որ հարցերն են, որոնք հայ-ադրբեջանական հարաբերություններին են վերաբերում, որ քննարկվել են։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի եւ տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ։ Պայմանագիրներով կապված նախադրյալներ կան, այսինքն որը երաշխավորվել Էրդողանի կողմից կամ որ ինքը Ես կարծում եմ բավարար պատասխանեցի հարցին։ Պարոն Կոստանյան, իսկ դուք ասում եք տարածքային տարածաշրջանային պայմանագիրը կնքելու հետ կապված գործընկերը Էրդողանը, որը ստանձնել այդ պարտավորությունը, որ ինքը պետք է երաշխավորել։ Առաջարկում եմ գործընկերն էլ հարց տա, հետո կվերադառնանք հարցին, խնդիր չկա։ Պարոն Կոստանյան, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջապատման մասին ասացիք, որ հարցը օրակարգում եղել է։ Վարչապետը նաև թուրքական հայ համայնքի հետ հանդիպման, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ասում էր, որ կներկայացվի խաղաղության խաչմերուկը եւ դրանից հետո ինքը արդեն կկարողանա ասել, թե ինչպիսին է դրա վերաբերյալ Թուրքիայի նախագահի եւ Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչպիսին էր դիրքորոշումը, ինչ դիրքորոշում արտահայտեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումը։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի, գիտեք, գաղտնիք չէ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիա իր կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Թուրքիայի դիրքորոշումը ոնց է, պարոն Կոստանյան, Թուրքիան ողջունեց ընդունելի է Թուրքիայի համար տրանսպորտային ապաշրջափակման մոդելը խաղաղության խաչմերուկի։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում մեր Թուրքիայի գործընկերների կողմից։ Այդ ճանապարհի հետ կապված իրենք շարունակում են պնդել, որ պետք է անարգել։ Իսկ դուք իրենցից նման պնդում լսել եք։ Ես չեմ լսել։ Բայրամովն է այդ մասին խոսում եւ Նոր Թուրքիայի գործընկերների մասին ենք խոսում։ այսինքն տարբեր դիրքորոշում ունեն Թուրքիայի գործընկերները։ Պատասխանեցի ձեր հարցը։ Իսկ խաղաղության պայմանագրին հետ կապված ինչ գրական շարժ կարող է։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է, կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ունքային մնալ, որ անարգելը տեղաշարժ չի կարող տեղի ունենալ ադրբեջանցիների կողմից այդ ճանապարհը պետք է վերահսկվի Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Թուրքիան կողմ է, որ այդ ձեր նշած սկզբունքներով փոխադարձության սկզբունքով բացվեն ճանապարհները։
Կարծում եմ արդեն նշեցի, որ թուրքական կողմի համար ընկալելի ըմբռնելի են հայկական կողմի դիրքորոշումները։ Պատրաստ է այդ հարցում օրինակ փորձել Ադրբեջանի ևս բերել կառուցողական դաշտ։ Ես կարծում եմ դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։ Ցույց կտա այդպիսի նախաձեռնողականություն, ստացել եք այդպիսի ազդակ, որ այդ հարցում, որ առանցքային հարց է Երևանի եւ Բաքվի միջև, Թուրքիան կփորձի նաև ինքը Բաքվին նպաստել, որ կա կառուցողական դաշտ, եթե այդ համար ընկալելի են Հայաստանի մոտեցումները։ Առաջարկում եմ այդ հարցը ուղղել փորձագետներին, որտեղ կանխատեսումներով զբաղվել մի քիչ աշխատանքի մեջ չեմ։ Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մենք դրական ենք գնահատում քննարկումները, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի եւ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ։ Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հայ-թուրքական կարգավորման գործընթացում մինչ այժմ։ Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն եւ դրա մասին թե փակ հանդիպման ժամանակ, թե նաեւ վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում ենք։ Այս բան ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ես չէի գնահատի։ Ես գործընթացը փակուղային չէի գնահատի, որովհետև փակուղային գնահատականի համար առնվազն անհրաժեշտ է նախադրյալ, որ քննարկումներ չկան, իսկ քննարկումներ թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ քննարկում։ Արձանագրել, որ թուրքական կողմը Ադրբեջանի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում եւս նույն դիրքով չի հանդես գալիս, այսինքն թուրքական կողմը Զանգեզուրի միջանցքի հետ պատկերացրած ադրբեջանական կողմը պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում չի աջակցում Ադրբեջանին եւ ինքը այդ օրակարգը չի սպասարկում։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շարժումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Իսկ ինչ բացատրություն ունեք, որ ժամանակ առ ժամանակ այս հարցը փակում է իրենց կողմից, եւ հետո ժամանակ առ ժամանակ իրենք հենց անգամ բացում են։ Օրինակ, խոսվեց, որ պետք է ճանապարհը մենք Իրանից ճանապարհ կստանանք, ամուր են կառուցում, հետո նորից խոսվեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ունեք բացատրություն։ Ենթադրաբար կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե մեր հարևանների համար։ Պարոն Կոստանյան, չեմ պատասխանել Հայաստանի առաջարկներին, գրավոր առաջարկներին, որ ուղարկվել էր ապաշրջապատման հարցով։ Այս մասին երբ լինի նորություն, վստահաբար հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Ադրբեջանական այս բային ինչ ուղղում են։ Հույս ունենք, որ մոտ ապագայում կշարունակվեն այդ բանակցությունները։ Այսինքն այս բային չկա քննարկում Բաքվի հետ համաձայնությունից հետո այս բային գործընթաց չկա։ Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք, որ կլինի հանդիպում այդպես։ Այդ մասով ինչ-որ քննարկում են։ Հայկական կողմը դրական է տրամադրված եւ հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացման։ Պատասխանից ձեր հարցը։ Հավելյալ առաջարկները, պահանջները, որ իրենք անընդհատ ներկայացնում են մամուլով հրապարակումի տեսքով, հայտարարությունների տեսքով, բանակցային գործընթացում իրենք բերում են այդ հարցերը որպես օրակարգ։ Հարցին բազմիցս պատասխանել։ Երեկվա հայտարարությունը ինչպես գնահատեք, այլևի երեկվա հայտարարությունը այս բանակցություններին զուգահեռ ասում է Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է Կոստանյան։ Սրան Հայաստանի արտգործնախարարության արձագանքը ինչպիսին է։ Վստահաբար նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար եւ հույս ունենք, որ նման հայտարարություններ ապագայում չեն հնչի։ Պարոն Կոստանյան, երեք մայիսի փոխարեն հայտարարել էր, թե Փաշինյանը ասել է, որ հանրացիացման չի եղել, իսկ Իրանական մեկնաբանների արձագանքը այս հայտարարությունների եւ նմանօրինակ շեշտադրումներով մեկնաբանությունների։ Տեսեք, դժվար է մեկնաբանել մի բան, որը մեկնաբանելու համար այս կամ այն անձի մեդիագրագիտության վերաբերյալ պետք է գնահատական տամ, այնուամենայնիվ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կան բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ, եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունը նաեւ այդ մեկնաբանություններում այլ հատվածեր կար, կապված
հայկական կողմի Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Այստեղ միգուցե տեղին կլինի հիշել հայտնի խոսքերը, որ տվեք ինձ հենմանկետ եւ ես շուր կտամ աշխարհը, եւ կարծես մեր ռուսաստանցի գործընկերները հենմանկետ չգտնելով Ռուսաստանում այլ տեղեր են ման գալիս։ Բնականաբար Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների պարագայում հենմանկետի տրամադրում մենք կարող ենք քննարկել, բայց այնուամենայնիվ ցանկալի չէ։ Պարոն Կոստանյան, իսկ Թուրքիայի նախագահը վարչապետն ասում էր, որ փոխադարձ հրավեր կլինի։ Հրավերը ընդունվել է Թուրքիայի նախագահը կայցելի Հայաստան եւ երկրորդ հարցը արդյոք այդ հանդիպմանը քննարկվել է, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորման անդրադարձ եղել է, արդյոք քննարկվել է նաեւ Հայաստանի սահմանադրության փոփոխության Ադրբեջանի նախապայմանը, ինչպիսին է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչ վերաբերվում է հրավերին, ապա հրավերը եղել է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ նիստին, որ տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կիսամյակին գարնանը հավանաբար Երևանում եւ որպես կանոն հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին եւ որպես կանոն բոլոր անդամ պետությունները ղեկավարի մակարդակով մասնակցում են այդ քննարկումներին։ Հրավերը եղել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու շրջանակներում։ Կմասնակցի պարոն Կոստանյան, ասել եք։ Ասեցի որպես կանոն մասնակցում բոլոր երկրների ղեկավարները։ Սահմանադրության հետ կապված հարցը կկրկնեք։ Տեսեք, քանի որ դա ասացիք, անդրադարձ եղել է հայ-ադրբեջանական process-ին, արդյոք Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը Բաքվի նախապայման այս process-ում անդրադարձ եղել է, եւ Բաքուն ինչպես է վերաբերվում այդ նախապայմանին։ Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ողջ սպեկտրը, մտքեր են փոխանակվել, ավելի ճիշտ կլինի նշել, եւ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, որ մենք չենք տեսնում սահմանադրական խնդիր, այն պարագայում, եթե ստորագրումից հետո կառաջանա նման խնդիր եւ մեր սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագրի այս կամ այն դրույթը կճանաչի հակասահմանադրական, ապա Հայաստանը պատրաստ կլինի նախաձեռնել այդ հարցի շուրջ լայն հանրային քննարկում, ինչ իրենց հանրակրթությունը աջակցությունը կամ սրա վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը համոզիչ եղել են վարչապետի հաստատները։ Ճիշտ չի լինի, որպեսզի ես մեկնաբանեմ թուրքական կողմի համար համոզիչ եղել են թե չէ։ Վարչապետ Ալեքսեյ Օվեշչուկն էր օրերս խոսել, նա մասնավոր խնդիր էր տեսնում, ասում էր, եթե Եվրամիությունը, ապա ինչպես է շարունակելու մնալ ԵԱՏՄ-ում եւ բացի այդ հապկի հետ կապված եւս որ երկար կարծես թե ակնարկելով որ երկար չի կարող այսպես մենակ պետք է վերջում Հայաստանի որոշում կայացնի։ Հապկի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ երկար մենք էլ ոչ թե ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, պատասխանեմ ձեր հարց, որ այսպես երկար չի կարող մնալ։ Ի վերջո, եթե հապկ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հանդես չկան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ, ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, ապա մենք շարունակում ենք լինել Եվրասիական միության անդամ եւ շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, նման որոշումներ կկայացվեն։ Մամուլուկ տեղեկություններ կային ճշտված, որ բանակցություններում նաև ռուսական ռազմավազային հեռացման հարցը Թուրքիան ներկայացրել եւ այդպիսի հարցեր կամ քննարկվել են։ Արդյոք նման բանակցություններ կամ առասարակ կարող է լինել տարածքի պայմանագրով։ Ռուսաստանի հետ կապված հարցեր չեն քննարկվում։ Պարոն Կոստանյան, նաև Հայաստանի Հանրապետությունն է հայտարարություն տարածել, որ ԱՄՆ-ն յոթի կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիների վիզաների տրամադրման գործընթացը եւ արգելում է նրանց ոտքի երկիր։ Այս մասով ինչ մեկնաբանություն ունեք Հայաստանը այդ երկրների շարքում է եւ ինչ Կդժվարանամ այս բային հարցին պատասխանել, խնդրում եմ գրավոր կերպով դիմեք, վստահաբար կպատասխանեմ։ Խոսքից որն է այն սահմանը, որ այդ սահմանից հետո դուք արդեն հստակ Հայաստանի իշխանությունը որոշում կկայացնի հապկից դուրս գալու հետ կապված, որովհետև մեկ տարուց ավել անընդհատ այս հայտարարությունները արվում են։ Հայաստանի Հանրապետությունը լինելով
ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու Այդ համար։ դեպքում մենք ավելի կոնցենտրի չենք դառնա, եթե մենք հաստորեն դուրս ենք գալիս նաև հապկից եւ այս դեպքում Իսկ դուք կարծում եք մենք հապկ անդամ լինելով պակաս խոցել ենք եղել։ Միկրոֆոնները թեք։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մի հարցը այնուամենայնիվ դուք հայկական եւ հայերենական հարաբերություններին անդրադարձեք, բայց նախորդին իսլամական պետությունների համաժողովը շրջագիր անդրադարձությունից եւ արտգործնախարարությունը արտադրած է այնուամենայնիվ հետակային ձեռնարկումներ շատ կոնկրետ արմենյան, այսպես ասած արմենյան ադրբեջանցիների վերադարձի մասով կոնկրետ ձեռնարկումներ են եւ հետաքրքիր է այս հաստատքի գոյությունը ինչքանով է խանգարում հանրության պայմանագրի գործընթացին, հարաբերություններին եւ ընդհանրապես ինչ ազդեցություն ունի։ Արտգործնախարարության հայտարարությունը կարծում եմ ծանոթ եք, ի հավելում են թույլ տվեք նշել, որ չեմ կարծում, որ մեր հարևան պետության կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն են ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ, նաև որպես տեղեկատվություն նշեմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, նրանցից մի մասը հավաստիացնում են, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումներ չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ Պարոն Կոստյան, եւս մեկ տեղեկություն կար մամուլում, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Վաշինգտոնում կողմի կամ արաբական միություններում արդյոք նման պայմանավորվածություններ կա կամ խոսակցություններ առհասարակական պայմանագրի կնքման հետ կա։ Դա շատ հետագայի հարց է։ Աշխարհում ենթադրում եմ կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքներ, այդ քաղաքներից յուրաքանչյուրում Հայաստանը պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը, մեզ համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը։ Այս բանը բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի, բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի, բոլոր երկրները այդպես դրական են համարում, բայց որևէ երկիր չկա, որ ազդեցություն ունենա եւ կարողանա նպաստել կամ միջնորդներ։ Միգուցե փոխեք մարտավարությունը եւ ընդունեք, որ երկկողմանի բանակցությունները այդքան էլ արդյունք չեն տալիս, միգուցե միջնորդի դերակատարումը նպաստել, որպեսզի իսկապես պայմանագիրը կնքվեր կամ որևէ դրական արդյունք ուներ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ձեր հարցը կարելի է մեկնաբանել որպես ռետորական հարց, որովհետև այս տարիների ընթացքում եղել են մի շարք միջնորդությունների փորձեր, դրանց արդյունավետությանը թույլ տվեք այս բանը չգնահատել, այնուամենայնիվ Հարավային Կովկասում կայունությամբ եւ խաղաղությամբ հետաքրքրված մեր բոլոր գործընկերների հետ մենք շարունակում ենք պահել կապը, իրենց տեղեկացնել ընթացիկ գործընթացների մասին, հույս ունենալով, որ իրենք դրականորեն կարող են ազդել գործընթացի վրա։ Ադրբեջանի վրա ազդելու որևէ Ես չեմ կարող մեկնաբանել այլ պետությունների հնարավորությունները եւ լծակները։ Ճիշտ հասկացա, որ հայ-ադրբեջանական գործընթացում Բաքուն դեռևս շարունակում է պնդել իր այդ նախապայմանները եւ process-ը դեռ այդ կետում է։ Այս պահին նոր դիրքորոշումներ կողմեր չեն արտահայտել։ Իսկ դուք ակնկալիք ունեք, որ Թուրքիա այցից հետո հնարավոր է օրինակ կամ քննարկվել է, որ օրինակ Թուրքիան նպաստի, որ Ադրբեջանը փորձի դիրքորոշումը փոխել կամ ստանձնի այդ միջնորդությունը կամ նրան կառուցողական դաշտ բերելու դերակատարումը։ Ես կարծում եմ թուրքական կողմը առնվազն վերջին 1 տարվա ընթացքում հանրային բավականին դրական ազդակներ է տվել երկու կողմերին, այսինքն Հայաստանին եւ Ադրբեջանին, որ իրենք շահագրգռված են, որպեսզի երկու կողմերի միջև հարաբերություններ կարգավորվեն եւ համապատասխան փաստաթուղթը կնքվի։ Իսկ ակնկալում եք, որ ավելին անի Թուրքիան։ Պատասխանեցի ձեր հարցին բավարար կերպով։